Բարև ձեզ, սիրով։ Որոնց հետ կապված կլսենք նաև ձեր գնահատականը եւ այսպես քննչական կոմիտե ոստիկանությունը խրոխտ հայտարարում են, որ այլևս բացահայտված է Մերձավանի դաշնային սպանությունը իրականացնողները, ամեն ինչ սլակներն ուղղում են վենդետայի վրա եւ մի շատ վտանգավոր տենդենց կա, հերոսացնում են վենդետան, այսինքն վենդետա իրականացնողին։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Նախ եւ առաջ գործը չի կարող համարվել լիովին բացահայտված, քանի դեռ այն դատարանում որոշումը դատարանը չի կայացրել։ Եվ սա մանիպուլյացիա է, մոլորեցում է, բայց մենք վաղուց գիտենք, այս իշխանության ձեռագիրը այդ մանիպուլյացիաների, հիշում եք, որ այդպես թափահարում էին, հոկտեմբերի 27-ը բացահայտված է, այդպես իբր նոր բացահայտումներ են եղել, մինչդեռ հոկտեմբերի 27-ը վաղուց արդեն բացահայտված էր, որովհետև դատարանը որոշումը կայացրել էր։ Կամ հիշում եք, մարտի 1-ը բացահայտված է, մինչև հիմա վերջերս մարդու իրավունքների եվրոպական դատարանի վրա էր գցել մեր սիրելի դավաճանը, ասելով, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը բացահայտել է մարտի 1-ը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննում է մարդու իրավունքների ոտնահարումները։ Նա չի քննում քրեական հանցագործությունները։ Նա կարող է քննել արդյոք դատական process-ում խախտվել է մարդու դատական իրավունքը, արդյոք խախտվել է մարդու խոշտանգման իրավունքը, բայց նա չի կարող քննել ով է կատարել, հրաման տվել եւ մարտի 1-ի ժամանակ սպանել 10 հոգու, որոնցից 2-ը ոստիկան։ Սա շատ լավ գիտի մեր սիրելի դավաճան Նիկոլ Փաշինյանը, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի կարող քննել եւ հանցագործություններ բացահայտել, բայց նրա հանդեպ ատելությունը հենց նրանից է, որ նա մեր ժողովրդին է դնում անգրագետի տեղ, հիմարի տեղ, հարիֆի տեղ, մանկամտի տեղ, տահասի տեղ, հա, ինֆանտիլի տեղ, ու տենց ապուշություններով փորձում է մոլորեցնել, չհասկանալը, որ այս ժողովուրդը նույնը չի, ինչ որ 2018 թվականին, շատ հասունացած ժողովուրդ է ավելի, շատ փորձություններ անցած ժողովուրդ է, փորձկուտակած ժողովուրդ է, հմտություն ձեռք բերած ժողովուրդ է, եւ ի վերջո հայելու առաջ տեսել է, թե ով է դավաճանը։ Այնպես որ այս տակտիկան, որ շուտ պետք է բան անել, ասել, որ բացահայտել է, բնականաբար հետևություն անելու բազմաթիվ տեղիք է տալիս, եւ բնականաբար տեղիքներից մեկը այն է, որ այս ահաբեկչության կազմակերպչական աշխատանքները ուղղակի թե անուղղակի սլակները ուղղում են Նիկոլ Փաշինյանի վրա։ Ուղղակի այն պարագայում, երբ որ ուղիղ է կազմակերպել, ասել է գնա ու ահաբեկչություն իրականացրու, իսկ անուղղակի, որ նպաստել է դրան, ստեղծել է պայմաններ, օրինակ իրավապահ համակարգը ամբողջությամբ լծել է անմեղ բարերարներին եւ անմեղ հոգեվորականներին, հանրային քաղաքական գործիչներին, գլխներին գործ սարքելու վրա, հա, օրինակ տեսնում ենք, չէ, Բագրատ arczepiskopos-ին ոնց էին գաղտնալսում, հատուկ սարքեր էին դրել, այնտեղ հաստատ ինչ-որ մի հատ օպերատիվ խումբ աշխատում էր ամբողջ օրը, իրանց էր լսում, հետո այդ լսածը մոնտաժում էին, այդ մոնտաժածը բան էին անում, կրկին խմբագրում էին, հետո ամբողջ այդ իր падգամավորական, նախարարական, ֆեյքական, ստրկական թիմին բաշխել էր տեքստեր, թե ով ինչ պետք է ասի։ Այսինքն պատկերացեք, ամբողջ համակարգը անմեղ մարդուն մեղավոր սարքելու գործընթացին էր լցված։ Եվ եթե այնտեղ այդ գործն են անում, բնականաբար այդտեղ պոտենցիալ հանցագործներ են, որոնք կարող են ինչ ուզել անեն, հա, բայց մենակ նրանց չեն լսել, ելում են լսել, հիշենք հələ Ավետիք Չալաբյանին, երբ որ տարել ձայնագրել էր ինչ-որ թորնիկ ու էլի կեղծ մեղադրանք էին ներկայացել ու կալանավորել էին։ Սիսական ջոկատի տղաներին, հա, Աշոտ Մինասյանին, Աշոտ Ավագյանին գաղտնալսել էին, թե իբրև ուզում են սպանել Նիկոլ Փաշինյանին, այնինչ, հեսա այս իմ խոսքն են մոնտաժելու, ասենց մի հատ առանձին տեղ դնեն սպանել Նիկոլ Փաշինյանին, ու տենց օգտագործեն։ Այնինչ պարզվեց, որ կրկին ամեն ինչը մոնտաժված էր։ Մենք հասկանում ենք, այդ այն ժամանակ, երբ որ պատերազմը նոր էր սկսել, անհրաժեշտ է, որպեսզի իրենք կանխեին իրենց դեմ սպանությունները, դրա համար ստեղծել էին այս հեքիաթները, ու տենց մի հատ ԱԱՑ-ով բանով սենց հեքիաթներ էին սարքել, տարածել էին մարդկանց մեջ, որպեսզի մարդիկ վախենան որևէ գործողություն կատարեն նրանց դեմ։
բայց հարց է առաջանում այս պարագայում համայնքապետի ընտրված համայնքապետի ժողովրդավար եւ սիրված համայնքապետի, որը հաղթել էր դավաճաններին, հա, ԿՊԱ հաբեկչական խմբավորմանը, այդ ինչպես եղավ, որ այդ մեթոդները չկիրառեցին, որ կանխեն նրա դեմ հանցագործությունը։ Մենք կարող ենք էլի դեպքեր հիշել, որ սրանք նստած բոլորին լսում են, օրինակ Ստեփան Սամվելյանը, որի գլխին գործ են սարքում իբրև թե Հայաստանի առաջին ընտրություններ կեղծած Վազգեն Սարգսյանի եղբոր Արամ Սարգսյանին էր ուզում սպաներ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ նույնիսկ իրենց արբանյակներին նրանք իրավապահ համակարգ կարող են ուղարկել, որպեսզի զբաղվեն այսպես ճակերտավոր ասած հանցագործություններ կանխելով, բայց այդ դեպքում եթե նույնիսկ գիտեիք, որ վրեժի թեմա կա, այդ ոնց եղավ, որ այդ վրեժի թեման իմանալով դուք չկանխեցիք սա, եւ ըստեղից հետեւություն, որ սա անուղակի պասիվ խորամանկ ահաբեկչություն է Վալոդիա Գրիգորյանի դեմ եւ քննչական կոմիտեն լինի, ԱԱԾ-ն լինի, դատախազություն լինի, ով ուզում է լինի, նրանք ի վիճակի չեն իրական հանցագործներին եւ իրական եւ ենթադրյալ հանցագործային կազմակերպիչներին, որոնց սլակները ամբողջությամբ ուղղում է դեպի ԿՊ, ձերբակալեն։ Եվ գիտեք, քննչական կոմիտեի նախագահը, որը անմիջականորեն նշանակվում է վարչապետի կողմից, այս դեպքում վարչապետը նաև դավաճան է, չի կարող այլ բան ասել, քան վարչապետի ցանկությունը։ Մենք դա տեսանք, երբ որ նախ տեսել ենք այս 7 տարիների ընթացքում, երբ որ դատարանները զավթեցին, երբ որ ասացին, տենց մի դատավոր կա, որ վարչապետի բանը հրահանգը չկատարի։ Մենք դա տեսանք, երբ որ Դրբեյանին վերջերս հեռացրեցին կառավարության այդ կից գրասենյակից, որը զբաղվում է Հայաստանի միջազգային իրավական հարցերով, հա, որը ասել էր, որ միջազգային դատարանների որոշումները կատարելը պարտադիր է։ Այո, միջազգային դատարանների որոշումները կատարելը պարտադիր է, եթե դու միացել ես համապատասխան կոնվենցիաներին, հա, ու պարտավոր ես կատարել։ Այսինքն մարդը ասում է իր լեզվով, որ մեկին գումարած 1 հավասար է 2, եւ գալիս է մի անձ, որը Արցախը հանձնել է եւ 150,000 մարդու անտուն թողել, ասում է, այդտենց մեկը չկա, որ իմ ասածին հակառակ ասի։ Չի, եթե ես չեմ ասում, որ 1 գումարած 1 հավասար է 2, թող վեշերը հավաքի ու գնա, որովհետեւ 1 գումարած 1 հավասար է Նիկոլ Փաշինյան կամ Տանձու Խնձոր։ Ու հեռացնում է։ Հիմա նույնը պատկերացեք քննչական կոմիտեի պարագայում։ Քննչական կոմիտեի նախագահը ինքը ուղիղ նշանակվում է վարչապետի կողմից։ Հիմա հարց. արդյոք կարող է այս մարդը ուրիշ բան ասել, քան Նիկոլ Փաշինյանը։ Եվ գիտեք ինչ, այն հայկական ժամանակ թերթում հաճախ կհիշեք, որ մեր հավաստի աղբյուրների պնդմամբ, այդ հավաստի աղբյուրները վերացական մարմին չստացած ինչ-որ բաներ էին, ու դրա շուրջ կարող է սկսեին զպարտել, հա, ասենք, մեր հավաստի աղբյուրների պնդմամբ Յուրի Խաչատուրովը բիլիարդանոցից դուրս չի եկել, երբ ապրիլյան պատերազմն էր։ Սենց մի հատ բան հորինային ու այդ հավաստի աղբյուրների վրա գցեն։ Իսկ հիմա, երբ որ Նիկոլ Փաշինյանը զավթել է Հայաստանի վարչապետի պաշտոնը, նա նաև հավաստի աղբյուրներին մարմնավորացնում է։ Պետրոսը այդ հավաստի աղբյուրների հարցեր տվողն է, հա, այդ Պետրոսը այդ հայկական ժամանակ թերթի ոնց որ թուղթն է, այդ թղթի վրա որ սկսում են գրել։ Սենց գալիս է այդ թուղթը, ու այդ հավաստի աղբյուրները մտնում են այդ թղթի մեջ ու սկսում է Նիկոլ Փաշինյանի տեքստերը։ Նույնը էս բանն էր, էս քննչական կոմիտեի պարագայում էր։ Նույնը ասենք այդ Տեր Արամն էր, որին քսի են տվել իր եկեղեցու դեմ, որպեսզի իր եղբայրներին մեջքից խփի։ Նույնը ասենք Արմեն Ղազարյանն էր, երբ որ հիմա ՆԳՆ փոխնախարար է, իսկ հիմա բանը այն ժամանակ միգրացիայի պետն էր ու եկավ Պետրոսի մոտ ասաց, որ արցախցիների անձնագրերը ճամփորդական էին եւ նրանք այլևս փախստական են։ Այսինքն այդ սենց հավաստի աղբյուրներին մեջ ԴՆԹ-ի ա դրել, մարմին ա դրել, հա, սենց մի խոսքով ամբողջ այդ կենթանական աշխարհը այդ հավաստի աղբյուրի մեջ դրել է, տանում է մեր հարկերով վճարվող հեռուստատեսություն իր ուզածը ասելու։ Դրա համար որևէ պարագայում քննչական կոմիտեի լինի, ներքին գործերի նախարարության լինի, հատկապես խոսնակը ներքին գործերի նախարարության, որ առաջինը ասաց գործը ամբողջությամբ բացահայտվել է, մենակ կասկածյալ ունեին, ընդ որում սկզբից մի կասկածյալ ունեին, որ ասում էր ես եմ
իրականացրել ահաբեկչությունը, հետո մյուսը ու հետո ոնց որ բայց հետո գործը բացահայտեցին։ Դա պարզ է, հա, շիլաշփոթ էին արել, երբ որ ահաբեկչություն էր։ Սա ահաբեկչություն է։ Ես կգամ ընտրված համայնքապետը գնդակահարվեց իր տան բակում եւ փորձում են իրենք ամբողջությամբ դա բարթել վենդետայի վրա, խնդրեմ։ Նայեք, Բագրատ arczepiskopos-ին ինչի համար են մեղադրում Շինծում, որ ահաբեկչություն պետք է իրականացնել։ Պատկերացնում եք, Բագրատ arczepiskopos Սրբազանը, բոլորը գիտեն, եւ այդ ողջ խումբը Դավիթ Գալստյանը Արցախի ազգային ժողովի պատգամավոր Լիդիային իմիջիալից ուշուշ ենք հիշում, Լիդիա ջան, ողջույններս, վստահ եմ, որ կամքդ ուժեղ է, Տիգրանը Գալստյան գործարար, որը նույնպես այդ գործով է, ում անունները չեմ տվել, մյուս անգամ անպայման տալու եմ, որովհետեւ շատ կարևոր է, մեզ համար ստատիստիկա չեն, հա, այս մարդիկ ինչպես Նիկոլ Փաշինյանի համար, նրանք բոլորը անհատականություններ են։ Այս բոլոր մարդկանց գործ են սարքել գլխներին ահաբեկչության բանով, մեղադրանքներով։ Ու հիմա փաստորեն մենք ունենք իրական ահաբեկչությունը եւ այս իրական ահաբեկչությունը մեր հարկերով վճարվող հերոստալիքում փորձում են ներկայացնել թե իբր ուրիշ բան։ Մենք հասկանում ենք, որ առաջիկայում Էջմիածնի ընտրություններ են, առաջիկայում 2026 թվականի ընտրություններն են, որտեղ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր վարկանիշը պլենտուսից ցածր է։ Մենք տեսել ենք, որ Փարաքարում, Գյումրիում հաղթում են ժողովուրդը ընտրում է նրան, ում ուզում է, եւ այդ մարդիկ հաղթում են։ Հիմա այս տեսնում են Երևանի քաղաքապետի ընտրություններում խայտարակ եղան, հիշում եք, որ Տիգրան Ավինյանը հազիվ մի կերպ այդ բանի այդ զինվորի արյուն ծծող բան Վարդան Ղուկասյանի նենգություններով մի կերպ կարողացան անցկացնել, հա, բայց մենք տեսնում ենք, որ արդեն նրանց ձեռքից գնում է արդար քվեով ընտրվելու հնարավորությունը։ Ու ինչ է պետք է ստեղ անել։ Ինչ վենդետայի մասին է խոսքը։ Այստեղ ամբողջ տրամաբանական կառույցը, որի մեջով մենք այս 7 տարիների ընթացքում անցել ենք, ամբողջ սլակները ուղղում են Նիկոլ Փաշինյանի վրա։ Ինչ վենդետա։ Ու շատ կարևոր է, որպեսզի լրատվամիջոցները ահաբեկչության վարկածը անընդհատ քննարկեն իրենց վերնագրերում, անընդհատ նշեն, որ այս պայմանները գոյություն ունեն, որ ԱԱՑ-ի տնօրենն էր գնացել Բաքուի վերջո այդ Վալոդիա Գրիգորյանի սպանությունից ընդամենը 1-2 օր առաջ։ Նիկոլ Փաշինյանը փորձում է զավթել եկեղեցին, իսկ արդյոք կարող էր այդ փարաքար կազմակերպված համայնքը առնել դրա դեմը, եթե լիներ Վալոդիա Գրիգորյանը, ավելի կազմակերպված կանեին, իհարկե։ Իհարկե, այս ամբողջ այս puzzle-ը, որ կա, իրանք փորձում են տենց մի հատ առանձին ինչ-որ տենց ուրիշ տիեզերքում գտնվող ինչ-որ puzzle ստեղծել, որպեսզի նաև լեգիտիմացնեն հետագայում մյուս սպանությունները։ Թող ոչ ոք չմտածի, թե սա Նիկոլ Փաշինյանի համար վերջինն է, որովհետև նույնիսկ այս սպանությամբ նրա վարկանիշը ընկել է։ Այո, կազմակերպչական աշխատանքները տուժել են բանի դեմ, սրանց դեմ, բայց սրանից հետո բնականաբար էլի պետք է իջած լինի։ Իհարկե 2026 թվականի ընտրությունից առաջ եւս մեկ ցեղասպանության հուշագիր կստորագրեն Ադրբեջանի հետ, եւս մեկ անգամ կհայտարարեն, որ մեր դատական գործերը միջազգային դատարաններից հանում են, որ նոր տարածքներ են տալու, որ մեղրին սահմանը կտրելու են Իրանի հետ, բայց դա ներկայացնելով, թե իբր տենց մի հատ սուպեր-պուպեր խաղաղության դարաշրջան են մտել, եւ բնականաբար այս ամեն ինչը տեղի է ունենալու 2026 թվականի ընտրությունից առաջ, որը 5 կամ 10%-ով բարձրացնելու է սրանց վարկանիշը, որ օգտվելու են կրկին մարդկանց այդ խափելու եւ իրենց այդ պեդոֆիլիկ բանից խառնվածքից, որ նրանք պարզապես անպաշտպան մարդուն, որը ունի հնարավորությունները հասկանալու, թե սա ինչ նպատակ ունի, խափում են ու հետո գցում են փուրը տանում են բռնաբարելու։ Եվ այս իմաստով այո, այս ամեն ինչ տեղի կունենա ինչ որ բանի գերիների կազատեն, որովհետև տեսեք, մի քանի գերի կազատեն Ադրբեջանից, դա չի նշանակում Ադրբեջանի ռազմաքաղաքական պատանդներին, հա, որովհետև այդ ուրիշ պատմություն է, այնտեղ Ադրբեջանը, այնտեղ Հայաստանն է դատում
նա չի կարող բաց թողնել իրենց, բայց մյուս քաղաքացիական գերիներից ամենայն հավանականությամբ ընտրությունից առաջ բաց կթողնեն։ Եվ դուք պատկերացնում եք սրանց ստորությունը, այսինքն այդ մարդիկ այնտեղ խոշտանգվում են, այնտեղ այդ ամեն վարկյանը նրանց համար այդ դժոխային այդ իրավիճակն է, իսկ սրանք այդ իրենց օգտագործում են այդ անազատության մեջ գտնվող մեր գերիներին, զնդաններում գտնվող մեր գերիներին, որպեսզի իրենց վարկանիշը բարձրացնեն, եւ դա տեղի է ունենալու ընտրությունից մի քանի ամիս, մի քանի օր առաջ, կայական չի, իրանք երևի արդեն հաշվարկել են։ Ու զուտ նրա համար, որ դավաճանի ով իրենց տարել է այնտեղ, հա, ում պատճառով որ հիմա այնտեղ, որպեսզի նրա վարկանիշը բարձրացնեն։ Բնականաբար էյֆորիան ստեղծելու են, այդ ամբողջ այդ падգամավորական իրենց ցանցով այդ ստատուսները, այնտեղ այդ իրենց ռիլերը, այնտեղ տեսակ մենք ասում ենք, որ մենք կարանք բան անենք, մեզ ասում էին չեք բերում, բայց մենք բերեցինք, բայց փաստն այն է, որ հենց հիմա իրանք ազատության մեջ չեն, քանի որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի իր վարկանիշը բարձրացնել ընտրություններից առաջ։ Սա հաղթանակի մասին կամ ինչ լոզունգներով կարող են իրավունքները իրանք առաջնորդվելու, եթե հենց վերջերս ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի խայտարակ ելույթով աչքի ընկավ կիսադատար դահլիճում, դրան զուգահեռ ընդհանրապես Ալիևից հետո խոսեց, Ալիևը ցույց էր տալիս իրենց երկաթյա բռունցքը, որով իրենք ջարդել են հայերին եւ իրենք շարունակել են հայերին ջարդել, խնդրեմ։ Ճիշտ ասած, միավորված կազմակերպությունների ելույթները վերջի շրջանում այդքան դիտարժան չեն, որովհետեւ միավորված ազգերի կազմակերպությունը փաստորեն կարող ենք սկսել Բիլ Քլինթոնի ժամանակվանից, երբ որ բացեց այդ Պանդորայի արկղը եւ հարձակվեց Սերբիայի վրա, Կոսովոն ռմբակոծեց, այդ ժամանակ այդ ոնց որ առաջին ակտներ, որով սենց արդեն միավորված ազգերի կազմակերպությունը սկսեց անկում ապրել։ Ու ցավոք սրտի հիմա այս պայմաններում արդեն միավորված ազգերի կազմակերպությունը կարծես ոչ ոք բանի տեղ չդնի։ Ես ինքս, քանի որ միջազգային իրավունքի կողմնակից եմ, քանի որ ես ինձ բացի հայ համարելուց նաև համարում եմ աշխարհի մարդ, երկիր մոլորակն է իմ տունը, նաև տիեզերքն է, երբ որ արդեն կսկսենք ուրիշ գալակտիկաներ գնալ, որը դժբախտաբար ես գուցե չտեսնեմ, բայց մի օր կգնան մարդիկ, բայց այնուամենայնիվ միջազգային իրավունքի կողմնակից լինելով, ես կողմնակից եմ, որպեսզի միավորված ազգերի կազմակերպությունը ուժեղ լինի, որպեսզի չկարողանա ստեղծվի մի իշխանություն, մի ուժ, որը այդ բալանսը խախտի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները դա արեց եւ հետո սենց Իրաքում հետո արեցին, հա, ու հետո տենց գնաց, հիմա տեսնում ենք Իսրայելը ինչ անում է, լրիվ թքած ունի, ու իմիջիայլոց Իսրայելի վարչապետի ելույթից դուրս գալը շատ գովելի է։ Այո, այդ ցեղասպանի ելույթը պետք է չլսեն, չգիտեմ տեսել եք թե չէ, բայց ՄԱԿ-ի հարյուրավոր ներկայացուցիչներ թողնում բան են անում, դուրս են գալիս դահլիճից, եւ այդպես պետք է լիներ Նիկոլ Փաշինյանի պարագայում, բայց Նիկոլ Փաշինյանի պարագայում ավելի վատ է, ընդհանրապես արհամարված է, համարյա մարդ չի նստում այնտեղ, նա գնում է ասում է բան Ադրբեջանի նախագահը ինչ որ վատ խոսքերով է միջանցք է ասում, ինչը չի համապատասխանում, մենք էլ իբր չգիտենք, որ համաձայնեցված իրար հետ ձեր տված բան են անում, Հայաստան են հանձնում, հիմա փողի դիմացա դա անում, թե ինքը իսկապես թուրքական քաղաքացիական բանակի սերժանտ է, թե բանը պարզապես հայերին է ատում եւ իր ատելությունն է, այդ կապ չունի, բայց մենք գիտենք, որ դուք ձեր տված բան եք շարժվում եք դեպի Արցախը կործանեցիք ու հիմա շարժվում եք դեպի առաջ։ Ու դրա համար այո Նիկոլ Փաշինյանը, որ Արցախի այս հանձնումը իրականացրեց ու ցեղասպանություն իրականացրեց, ինքը խախտեց ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներից մեկը, այն է, որ ազգերը հարաբերվում են հարգանքի եւ ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Եվ ինքը խախտեց այդ ՄԱԿ-ի այդ սկզբունքը, ասաց ախպեր, այս նավթային, այս դիկտատորը, այս նավթադոլարներով կարա ազգերի ինքնորոշման թեման ջնջի, վերացնի։ Ինչ ազգերի ինքնորոշման թեմա, բռունցք, այն Ալիևի են բաները, գեշ բռունցքները, որ դնում է։ Ու ՄԱԿ-ում պետք է այդ արձագանք ստանար, պետք է մարդիկ ասեին, ընկեր, բայց այստեղ ազգերի ինքնորոշման իրավունք կա, ես դու ինչ ես անում։ Ընդ որում միանձնյա, ոչ պետության, ոչ ժողովուրդն է իր ձայնը ասել, ոչ ազգային ժողովն է իր ձայնը ասել, ոչ դատարանները, ոչ միանձնյա գնացել է մարդը ինքնուրույն ճանաչել է
Արցախը Ադրբեջանի կազմում։ Ինքնորոշման սկզբունքը միավորված ազգերի կազմակերպությամբ ամրագրված մի հոգի Իջևանում ծնված Նիկոլ Վովայի Փաշինյան անունով կրթությունը կիսատ թողած, որովհետև փոխանակ կրթությամբ զբաղվում էր կլյաուզայով եւ մուտիլովկեքով։ Դեղին մամուլի խմբագիր, ամբողջ կյանքում զրպարտություններ, հերյուրանքներ, ստեր, պառակտումներ մցրած մարդը, էակը։ Միանձնյա ազգերի ինքնորոշման իրավունքը, որը ձեռք էր բերվել 1945 թվականից հետո հաղթելով ֆաշիստական Գերմանիային 6 միլիոն հրեաների կոտորելուց, ցեղասպանելուց հետո ու այս մարդը այդ ամբողջ այդ մարդկությունը, որ ստեղծել էր, վարի տվեց։ Այսինքն այն զարգացումը, որ ապրել էր մարդկությունը, վարի տվեց։ Մարդկությունը բազմաթիվ զարգացումներ է, չէ, ապրել։ Օրինակ, որ Սպարտայում, ասենք, հաշմանդամություն ունեցող մարդկանց գցում էին ձորերից, սպանում էին։ Զարգացում ապրեց, ասած դուք ապուշ չեք, էսի չեք անում։ Այդ մարդիկ, որ ձեզնից ինչ-որ բաներով ֆիզիկապես տարբերվում են, չի նշանակում չպետք է ապրեն։ Իրանք էլ իրենց հմտությունները, կարողությունները եւ կյանքը վայելելու իրավունք ունեն։ Հիմա պատկերացրեք, այս մարդը եկել է, ասում է, չէ, պետք է հաշմանդամություն ունեցողներին ձորերից գցենք։ Սա է արել, ախր չի երևում դա, որտեղ մենք տոգորված ենք ազգային բաներով, վիրավորվածություններով, հա, անձնական ազգային, բայց մեծ մասշտաբով, որ մարդկության մոլորակի երկիր մոլորակի զարգացման մասշտաբով նայենք։ Ինքը եկել է ասել է, չէ, ախպեր, կարաք կոտորեք ինչքան ուզում եք, ես կգտամ մակում կասեմ, ոչ մի բան չի եղել, ինչ ցեղասպանություն, ինչ բանը, պրոստը դուրս են եկել։ Հայերը հեսա քաղաքացիություն կտանք միջազգային դատարաններից այդ բանի ռասայական ատելության, այդ խոշտանգումների խտրականության, այդ գործերն էլ հետ կկանչենք, ոչ մի բան չկա, այսպես կծածկենք, կգնա։ Իհարկե սա խորամանկ եւ խորամանկ ցեղասպանություն է։ Նոր տեսակի ցեղասպանություն, երբ որ քո խմբից մեկն է, ինչ է ցեղասպանություն։ Ցեղասպանությունը ինչ որ խմբի իր խմբի պատկանելիության համար վերացնելն է։ Ճիշտ է։ Ռաֆայել Լեմկինի սահմանած տարբերակը ասած ավելի բարձեցված ասում։ Հիմա այդ խմբից դուրս է գալիս մեկը ու ինքը կազմակերպում է այդ ցեղասպանությունը։ Ու աշխարհը չի կարա ասի, ախպեր, բայց դա ցեղասպանություն, որտեղ այդ խմբից մեկն է բարձրացել ու կազմակերպել։ Ու կոծկում է, հետո խմբից գնում է, ներկայանում է բոլորի առաջ, հա, այդ ով որ կազմակերպել է։ Ու ասում է, ոչ մի ցեղասպանություն էլ չկա։ Դե աշխարհն էլ ասում է, դե ուրեմն չկա։ Բայց դա չի նշանակում, որ չկա։ Այսինքն սա ցեղասպանության upgrade է։ Այն ոնց են ասում, iPhone 15, 16, 17, հա։ Սա էլ ոնց է ցեղասպանության տենց 2.0 տարբերակն է։ Բան են արել, զարգացրել են, երբ որ խմբի ներկայացուցիչի միջոցով են իրականացնում այդ ցեղասպանությունը։ Ու հուսով եմ նոր Ռաֆայել Լեմկիններ կծնվեն, որոնք այս նոր սահմանումը կտան, որ եթե խմբի ներկայացուցիչը գնում է ասում է ցեղասպանություն չի եղել, դա չի նշանակում որ ցեղասպանություն չի եղել, որովհետև ինքն է կազմակերպիչներից մեկը այդ ցեղասպանության։ Ու դրա համար այս մակում լավ կլիներ, որ ոչ թե դատարկ լիներ այդ դահլիճը, որտեղ խոսում էր ՄԱԿ-ի կանոնադրությունը ոչնչացրած Իջևանում ծնված անձը, ողջույն բոլոր իջևանցիներին, ես վստահ եմ, որ սա իհարկե բացառություն է, ցանկացած տեղ էլ կարող է ինչ-որ մեկը այսպես ծնվել, օրինակ որ Ստալինը Գորիում է ծնվել, դա Գորիի մասին ոչ մի վատ բան չի ասում, Գորին հրաշալի քաղաք է Վրաստանում, ես եղել եմ ու հրաշալի մարդիկ են այնտեղ ապրում, դա բնությունն էլ ընդհանրապես քեֆդ բերում է։ Ուղղակի այդ մոլորակի մասշտաբով եմ նշում այդ տեղանքը, որպեսզի այդ բանը հասկացվի, այդ նյութական կետը ու թե ինչ մեծամասշտաբ բան է գործել, վնասահարություն է գործել։ Ու հիմա այս մարդուն ոչ թե պետք է այնտեղ արհամարային, այլ այս մարդու ներկայությունը պետք է նոր փիլիսոփայության, նոր քաղաքագիտական մտքի տեղ լիներ, որ խմբի ներկայացուցիչը ինքը իրականացնելով իր ցեղասպանությունը կոծկում է ցեղասպանությունը։ Սա 21-րդ դարի խորամանկ ցեղասպանության տեսակն է։ Եվ կարող են մեր իրավաբանները սա քննել, կարող են հրեա իրավաբանները քննել, որտեղ հրեաները այս հարցերում
լավ են ամերիկացիները կարող են, ռուսները կարող են, բայց սա անհրաժեշտ է տարբերակը քննելը։ Եվ հիմա նույնն էլ ինչ է կատարվում, համայնքապետի դեմ ահաբեկչություն են անում, շրջում են իբրև թե վրեժը, խորամանկ ահաբեկչություն։ Ու տենց որ քննչական կոմիտեն էլ չի ուսումնասիրում բանը, ԿՊ-ի վարկածը, որ օթից արդեն երևում են պատճառները դրանք քննելու եւ տեղերը, հիմնավոր կասկածները դրանք քննել, բայց չի կարող քննի, որովհետեւ ասացինք քննչական կոմիտեի նախագահը նշանակվում է Նիկոլ Փաշինյանը հո ինքը իրան չի քննելու։ Էսա, էլի ասածս։ Այստեղից հետեւություն բոլորս պետք է մեր ցասումը արտահայտենք համայնքապետի դեմ իրականացված ահաբեկչության համար։ Սա սպառնում է բոլորին։ Այո, սա կարող է նախ եթե մինչև Արցախի անկումը շատ քաղաքագետներ, լրագրողներ, ես էլ ձեր եթերից ասում էի, եթե սենց շարունակվեց, փողոցներում արդեն սկսելու են ընդդիմադիրներին սպանել։ Այս պահը անընդհատ պետքա բարձրաձայնել, անընդհատ պետքա իրենց հանգիստ չտալ։ Մեր այս կբացահայտվի միայն այն դեպքում, երբ որ իշխանափոխություն լինի, սակայն այս պարագայում անընդհատ պետքա իրանց հանգիստ չտալ փշերի վրա պահել այս հանցագործության ահաբեկչության համար, որպեսզի ինքը նորից բան չդառնա, օրինաչափություն չդառնա։ Եվ դատախազը 2 տարի 6 ամիս է պահանջում Միքայել Սրբազանի համար, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, դատավորի անհաղորդ հայացքը, խնդրեմ։ Դե նույնն այն ինչ որ քննչական կոմիտեն խոսեցինք, դատախազի պարագայում եւս այն իրավիճակն է ստեղծված սահմանադրությամբ, որ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի որոշելիքն է, թե ով է դատախազը լինելու։ Եվ եթե մենք այստեղ խորանանք, մենք գործ ունենք 2015 թվականին ընդունված սահմանադրության հետ, 2015 փոփոխությունների հետ սահմանադրության, 2015 թվականին այո սուպեր վարչապետական համակարգ է ստեղծվել։ Հաշվի չի առնվել այն վատագույն տարբերակը, վատագույն սցենարը, որ կարող է տեղի ունենալ այս երկրի հետ։ Դա պետական գործ չի արած չէ, պետական գործիչը, ազգային պետական գործիչը, նաև ինչ որ իմաստով գերագույն բարոյականություն ունեցող պետական գործիչը այդպիսի բան չի անի, որ չհաշվարկի վատագույն տարբերակը, վատագույն սցենարը, թե ինչ կարող է լինել, եթե այս սահմանադրությունը ընկնի ամենավատ մարդու ձեռքին։ Այդպես չեն անում, չեն գրում սահմանադրություն։ Ամերիկայի հայրերը, որոնք սահմանադրություն էին ստեղծում, նրանց համար թիվ 1 խնդիրներ, գրել այնպիսի սահմանադրություն, հաշվի առնելով վատագույն ղեկավարը, որ կարող է գալ եւ իշխել Միացյալ Նահանգներում։ Մեր պարագայում դա արված չէ։ Իմիջ այլոց այս պայքարով զբաղվում է Հայկ Դուրունցը, բանը բավական ակտիվ ամեն օր Թումանյանի արձանի մոտ այս սահմանադրական փոփոխությունների պահանջ է ներկայացնում ու լավ կլինի, որ ընդհանրապես բոլորը այս հարցով զբաղվեն, որովհետև նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանից հետո գա մեկ ուրիշ X մարդը, որին դուք եք հավանում կամ ես եմ հավանում կամ մեկ ուրիշն է հավանում, միևնույն է, այս սահմանադրությամբ ինքը դառնալու է Նիկոլ Փաշինյան։ Ոչ, որովհետև եթե դու տալիս ես այս գեր լիազորությունները մեկ անձի, այդ գեր լիազորությունների մեջ ժամանակի ընթացքում, երբ որ ինքը չկարողանա խնդիրները լուծել, չէ, խնդիր է, չէ, օրինակ պատկերացրեք մի հատ sense խնդիր։ Կա երկու խումբ, ու այս երկու խումբը իրար դեմ հակամարտում են։ Այս երկու խումբը գալիս լուծում են, փորձում գտնել եւ վարչապետական կամ կառավարական կամ падգամավորական խումբը, ասենք, այս խմբի համար է լուծում գտնում, որտեղ այս խումբը, ասենք, փող ունի։ Օրինակ, գործարարներ են, իրանք էլ աչ են ու գործարարների շահն են սպասարկում։ Հիմա այս ենթադրենք այս մյուս խումբը բնապահպաններն են։ Այս բնապահպանների կարիքները չափազանց բան է, անտեսված է, այսինքն լուծումը նրանց օգտին է։ Հիմա այս խումբը սկսում է բարձրանալ եւ ըմբոստանում է, ու սկսում է կառավարության դեմ պայքարել, այս կառավարությանը հասնում է նրան, որ արդեն
կրքերը լարվում են, սկզբից բերման են ենթարկում, հետո քրեական գործեր են հարուցում, գուցե եւ ապօրինի, հետո արդեն էլի շարունակվում է այդ պայքարը, էլի չեն կարող ինչ-որ բան անել, արդեն սկսում են անցնել սպանության։ Բայց դատարան չկա, բայց քննչական կոմիտե չկա, բայց դատախազություն չկա, անկախ, որը ԱԱԾ չկա, ԱԱԾ-ի տնօրենը իննելա չէ, ի վերջո մի հոգի նշանակում չկա, որ քննի այս գործը։ Բալանսավորում հակակշիռ չկա, որ ասեն ախպեր, այստեղ անարդարություն ա եղել այս մի խմբի նկատմամբ, եկեք բան անենք, անարդարության նժարը նորմալացնենք։ Հիմա նույն իրավիճակը անկախ ձեր կամքից, նույնիսկ եթե դուք այս պահին շատ լավ մարդ եք, բայց երբ որ իշխանության մեջ լինեք, լուծումներ չգտնելու այդ պարագայում դուք կարող եք վերածվել կրկին, չեմ ուզում ասեմ, որ հենց Նիկոլ Փաշինյանի, բայց մեկ ուրիշ դիկտատորի։ Դրա համար այստեղից հետևություն սուպեր վարչապետական սահմանադրությունը պետք է փոփոխվի, բայց դա չի արվելու այս իշխանությանով, ընդ որում Ալիևի պահանջով եւ հատկապես այն պայմաններում, երբ որ այդ սահմանադրության գրելու այդ հանձնաժողովից մեկը Զելպարտիչ Դանիել Յոհաննիսյանն, ամեն օր Զելպարտության համար դատվում է, պարտվում է։ Վերջերս Նայիրի Հոխիկյանին մեր սիրելի պարտվեց Զելպարտության համար, հետո մի հատ է բողոքեց, մի հատ է պարտվեց։ Այտենց, ասածս այնա, որ այսինքն եկեղեցու դեմ արշավը նույն սրբազաններին դատելով, բանտելով։ Եկեղեցու դեմ արշավը, եթե մենք նկատենք, իրականացվում է արագացված 2018 թվի մոդելով։ 2018-ը ինչ էր, վարկաբեկել, ստեր տարածել գեներալիտետի նախագահների եւ այլն բոլորի նկատմամբ, այնքան են վարկաբեկում, ինչեւ հանրությունը զզվում է իրանցից, բայց այդ մի քիչ երկար տևեց, դրան գումարած, որ ասենք դե կներեք, ասենք այն ժամանակ էլ պատճառներ կային, որ բաներ, մարդիկ չէին ուզում այդ իշխանություններին, միայն վարկաբեկումը չէր, հա, այնտեղ բազմաթիվ ուրիշ անարդարություններ կային։ Ու դրանից հետո արդեն մտնել այդ համակարգի մեջ կամ զուգահեռ դրան ու փորձել տենց իրանցից մարդկանց օկել ու շրջել իրանց դեմ։ Հիմա այս եկեղեցին նույն բանն է անում, ինչ եկեղեցու դեմ նույն բանն է արվում, ինչ Թուրքիան արել է Հայաստանի դեմ։ Այսինքն հայերի խմբից գտել է մի հոգի, մի խումբ մարդիկ, մի հոգի պարզապես հաջողության է հասել, թե չէ շատային է գտել Նիկոլ Փաշինյանին, եւ Նիկոլ Փաշինյանին սկսել է լարել իր իսկ համայնքի դեմ։ Ու հետո արդեն այդ մեջից մարդկանց փոկելով, իրար դեմ լարելով, կարողացել են այդ հեղափոխությունը իրականացնել։ ԱԱԾ-ից կլինի, ոստիկանությունից կլինի, խոստումներ տալով, մեկին խոստում, մեկին փող, մեկին շոյելով, մեկին ծափ տալով եւ այլն։ Իսկ բանի պարագայում, եկեղեցու պարագայում նորից սկսում են վարկաբեկել, ավազանի անունով են ասում հոգևորականներին, կաթողիկոսին, այնտեղ դոմփել, մի խոսքով, ասես լրիվ Պանդորայի բաների արկղ այդ ամբողջ այդ սև կարապները լցնում են, սև կարապի մասին հաջորդ անգամ կխոսանք, այդ հետաքրքիր տեսությունն է, բայց պատահականության մասին է խոսքը իրականացվող, բայց մի խոսքով, բանը այդ ամբողջ այդ կեղտը շփում են, հա, հետ որ արդեն լեգիտիմացնում են վարկաբեկումը, որ կարելի է հոգևորականներին բռնել, նստեցնել գլխներին գործ սարքել, հետո արդեն տեսնում ենք, որ մեջից մարդիկ կան, նիկոլներ կան, հա, սենց տարբեր տեսակի, սենց տեր նիկոլներ են, որոնց սենց բան են, լարում են եկեղեցու դեմ, բայց ունենց են լարում, տես տիպը մենք եկեղեցու կողմից ենք, բայց բանը անարդարությունից ենք խոսում եկեղեցու, մենք էլ այս բանն էինք, էլի 4 դասանի հարիվն էինք, Տեր Արամը գալիս է Պետրոսի աթոռին իր բանը փապկամասերը դնում է ու սկսում է խոսալ եկեղեցու դեմ այն պարագայում, երբ որ Փաշազադեն ասում է, որ Էջմիածինը հայերինը չի, երբ որ Նիկոլը ասում է գնացեք ձեր քերակներին դոմփեք, երբ որ կաթողիկոսին ավազանի անունով են կոչում, երբ որ Բագրատ arczepiskopos-ին անմեղ մարդուն գլխին գործ են սարքել, փագում են, երբ որ Միքայել Աչապահյանին arczepiskopos էլի գլխին գործ են սարքել ու փակում են ու հանկարծ հայտնվում է մի հատ Տեր Արամ, որը սկսում է խոսել եկեղեցու բանից, թերություններից։ Նրան 10 օր Մենաստանում են պահել, թե ինչ են այլ, խեղճ տղա, խեղճ տղա, 10 օր նրան Մենաստանում են, լավակ ու բախտ չես ընկել։ Մի խոսքով, պատկերացեք, այս իրավիճակում
Երբ որ այստեղ լուրջ խնդիր է, ասենք Ադրբեջանը ասում է ես ձեր եկեղեցին պետքա զավթեմ, որովհետև դուք ասենք գնում եք ինչ որ Շվեյցարիաներում Արցախի հարցն եք բարձրացնում, Հռոմի Պապի մոտ Արցախի հարցն եք բարձրացնում, չի կարելի, եկեղեցի։ Դու հայերի իրավունքների մասին հանկարծ մի խոսա, մի փորձի պաշտպանել հայերի իրավունքները։ Օննեն սենց են անում։ Հիմա սրանք էլ էս հոգևորականներն էլ էս դուրս են գալի, դա տիպը մենք բան ենք, էլի, եկեղեցու թերություններից ենք խոսում։ Եկեղեցու թերություններից էիք խոսում, հանրապետականների ժամանակ խոսացեիք, այդպես պալոճիկ ունեիք, այդպես դուխով տերտերեիք։ Բա ուր էր այդ հանրապետականների ժամանակ չէիք խոսում։ Չէ, այնտեղ խնդիրներ կային, չէ, եկեղեցու մեջ, նույնիսկ ասենք օֆշորային սկանդալներ կային, բա խոսեիք այդ ժամանակ եկեղեցու թերություններից։ Այնուամենայնիվ ձեր կառույցն է եւ միգուցե այդքան էլ հաճելի չէ լինի լսել կառույցի ներսից տենց դուրս հանվող բաներ, եթե դա շատ իհարկե բան չեն, հա, խնդրահարույց չէին, ասենք ինչպես կաթոլիկ եկեղեցում օրինակ մանկապղծությունը, բայց այնուամենայնիվ ասենք գալ եւ բան բողոքել, որ ինչ որ եկեղեցին իր կանոնադրության պատիժ է տվել, շատ բան է, ծիծաղելի է։ Ասենք եկեղեցու թերություններից եք խոսում այն պայմաններում, երբ որ հայ առաքելական եկեղեցու հետևորդները պատանդ են Բաքվի բանտում, կարմիր խաչը հանել են, չեն կարող մարդիկ այդ տեսություն ունենան։ Եվ Փաշինյանը Մակի ամբիոնը չի օգտագործում, որ խոսա։ Այս իրանց այդ խեղաղության հռչակագրում Տրամպին ասելա պատանների հարցը մի ներառի մեջ, որտեղ կարող խնդիրներ առաջանալ, էլի Ալիև աղբոր հետ։ Ու բանը, սա եկել է եկեղեցու թերություններից է խոսում։ Այսօր Հայաստանում խոսալու թիվ 1 խնդիրը պատանդների հարցն է եւ արցախցիների սոցիալական վիճակից խոսելու հարցն է։ Եթե դուք տենց ազնիվ հոգեվորական եք, գնացեք շրջեք մարզ, գտեք թե արցախցիների հետ ինչ է կատարվում։ Այդ մարդիկ, որ այնտեղ դժողքի մեջով են անցել, մեկը կարող է Շուշիում է տունը կորցրել, հետո Ստեփանակերտում է տունը կորցրել, հետո բանը եղբորը հորը պատերազմներում է կորցրել, հետո այդ դժոխային ճանապարհն է անցել այդ ադրբեջանցիների արանքով, այնտեղ դիակները, արունները վրան բան էին, դագաղների մեջ բերում էին, արունները կաթում էին այդ դիակներից, մարդիկ տեսնում էին, այնտեղ բանը եղբայրական գերեզման էին սարքել, տուն-տեղ ամեն ինչ թողել են իրենց ամեն բան, որը կապված է իրենց կյանքի հետ։ Հիմա եկել են ստեղ, այս վերջերս էլ արցախցի կին, որը 4 երեխա ուներ, էլի գազի պայթյունից բանում մահացել է։ Այդ 4 երեխաները առանց մայր են մնացել այս ամբողջ դժոխքից հետո։ Գնացեք այդ բանը, այդ թերություններից խոսեք, հոգևորական եք։ Խոսում եք թերություններից եկեղեցու այն ժամանակ, երբ որ եկեղեցին ուզում են զավթեն, երբ որ ձեր եկեղեցիները Ադրբեջանում վերացնում են եւ ձեր կաթողիկոսը այդ եկեղեցիների մասին է խոսում։ Կարծում եք մենք չենք հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի եւ Փաշազադեի հրահրմամբ է այս ամեն ինչը կատարվում։ Նեղ պահին եղբորը մեջքից խփելու, ընդ որում ոչ միայն ձեր եկեղեցական եղբայրներին, այլև ձեր հոտին ասում են, որովհետեւ այս պահին խոսալու թիվ 1 թեման եկեղեցականի արցախցիներն են իրենց սոցիալական վիճակով եւ պատանները Բաքվի զնդանում պահվող։ Դուք դուրս եք գալիս եկեղեցու թերություններից եք խոսում այն պայմաններում, երբ որ նույնիսկ կարմիր խաչը հայ պատաններին չի այցելում, դուք ի՞նչ քահանա։ Դուք ում եք մկրտել։ Դուք ում հարսանիքն եք արել եւ ում հոգեհանգիստն եք վարել։ Եթե հիմա պատանների ու արցախցիների փոխարեն սրանց գիտեք չգիտենք որ Արցախի թեմն եք ուզում վերացնել որ եկեղեցին պահել է հիմա Արցախի թեմն էլ հնարավորություն ունի այդ հայկական եկեղեցիների ոչնչացման համար դատարաններ դիմելու լավ մի խոսքով իրականում ամեն ինչ բացահայտ է այստեղ բացահայտելու փոխարեն ուրիշ խնդիր կա լուծելու եւ դա մեր զարգացման խնդիրն է մեր զարգանալու խնդիրն է, մեր երևակայությունը զարգացնելու խնդիրն է, փոխգործակցության մեկս մյուսին ուժեղացնելու հարցերն են, որոնք պարզապես այս պատկերը, որ մենք գոյություն ունենք, այս պատկերից դուրս գանք եւ ստեղծենք իրական Հայաստան, ոչ թե ստեղծենք, այլ վերադարձնենք իրական Հայաստանը, որտեղ իդեպ Արցախի մասին խոսեցին։ Ուրեմն գնացել էի վերջերս ցուցահանդես, 3 վիդեո ինստալացիա էր, Վարսի Բուշման անունով արվեստագետներ արել, ինքը հայ է, բայց Շվեյցարիայում է ապրում ու նոր
նոր պատկեր էր ստեղծել Արցախի հետ կապված, հա, որը եթե նորից անի, եւ ես վստահ եմ, որ նորից անելու է Հայաստանում, անպայման փորձեք գնալ։ Ինքը 120 կանանց հետ է հարցազրույց արել, ու այդ 120 կանայք տեսախցիկի առաջ էին գալիս, հետևից լույս էր, կանգնում էին այդ լույսի դիմաց մեջքով ու լուր նայում էին տեսախցիկին եւ այդ լռության տակ լսվում էր իրենց հարցազրույցների խոսքերից, հա, կապված այդ տեղահանության օրվա հետ եւ կապված իրենց այդ պատմությունները Արցախի, այսպես փոքր հարցազրույցներ, տակը պսիխոդելիկ երաժշտություն էր, որ վերածվում էր հայկական շարականների, ու ինքը նոր հայացք էր բերել այս չասեմ ցեղասպանության վերապրման նոր հայացք էր ստեղծել։ Ոչ թե նեղված, խեղճ, սենց եկեք ինձ օգնեք, բան փրկվենք, բան, այլ կին, որը սենց բանով արդար բայց այս մուննաթ հայացքով սենց նայում էր ու իմ տպավորությամբ, իմ վերլուծությամբ միջազգային հանրությանը ու ասում էր, «Էս չեք, ձեր ինքնորոշման իրավունքը բան է, որ վարի տվեք, ես չեք», ու այդ մեջները նաև կար այդ վերադարձի այդ բանը, մղումը եւ ցանկությունը եւ բանը, էներգիան։ Մյուս սրահում սենց մեծ էկրանի վրա սենց զզվելի նավթ էր հոսում ու տենց վերևը գրվում էր հայկական եկեղեցիների անունները, որոնք մնացել են Արցախում, ու ոնց որ դա պատկերներ այդ նավթով, նավթադոլարով այդ հոգևոր եւ ստեղծարար կյանքը վերացնելու, իսկ մյուսը, որը շատ գրավիչ էր, մյուս սրահը, որտեղ 6 էկրաններ էին ու ինքը հավաքել էր արցախցիների հեռախոսների կադրերը, հա, սովորական առօրյա, որ դուք ձեր հեռախոսով կարող եք նկարեք, ու այնքան տպավորիչ էր դարձել, որովհետև ինքը Արցախի իրական, վավերագրական այդ պատկերն էր տալիս բոլորին, ոչ թե այն սակրալ պատկերները, հա, որ մենք միշտ տեսնում ենք, Ղազան-Սեչորսն է, Տատիկ Պապիկն է, այսինքն կյանքը, մարդը, որովհետև Արցախը մարդ էր, չէ՞, մարդիկ էին այնտեղ ապրում, ու ամենասենց հասարակ առօրեական այդ երեխեքն են խաղում, այնտեղ շներն են փողոցով սենց անցնում, մի խոսքով, այսինքն իրական, գուցե այսպես ասենք, Արցախը պատկերված էր այդ բոլոր այդ հեռախոսների մեջ, որը եւ ամենակարևորը, որ այդ ցուցահանդեսի տպավորություններից հետո Արցախ վերադառնալու նպատակը տասնապատկվում է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։